Ամեն անգամ, երբ ձեր սիրտը բաբախում է, դուք լսում եք ոչ թե կյանքի, այլ ժամանակի ձայնը։ Իսկ դուք գիտեիք, որ գոյություն ունի մի պարզագույն մեթոդ, որը մեր պապերն օգտագործել են մինչև 100 տարեկան երկաթե սիրտ ունենալու համար, բայց որի մասին ժամանակակից բժիշկների 90%-ը լռում է։ Նրանք ձեզ նշանակում են թանկարժեք դեղեր վտանգավոր կողմնակի ազդեցություններով, որոնք ձեզ դարձնում են դեղատների մշտական հաճախորդ։ Պատահականություն է, ես այդպես չեմ կարծում։ Այսօր ես կբացահայտեմ այդ գաղտնիքը։ Ես ձեզ կտամ հստակ պլան, թե ինչպես 90 օրում մաքրել ձեր անոթները և ձեզ զգալ 10 տարով երիտասարդ, առանց դեղատնից գնելու ոչ մի թանկարժեք ու վնասակար հապ։ Բայց ամենակարևորը, ես կբացատրեմ, թե ինչու է այս ճշմարտությունը թաքցվում և ինչպես գտնել այն բժշկին, որը ձեզ ոչ թե դեղատոմս կտա, այլ իրապես կլսի։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է, ոչ թե դեղերի տուփի մեջ։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Սարգիս Վարդանովիչը նստած էր խոհանոցի սեղանի մոտ։ Նրա առջև դրված էր 7 տարբեր դեղահապ։ Յուրաքանչյուրն իր գույնն ուներ, իր ձևը։ Դրանք նրա առավոտյան նախաճաշն էին դարձել։ Նա նայում էր դրանց, բայց տեսնում էր իր երիտասարդությունը, այն երիտասարդությունը, որը գնում էր անվերադարձ։ Ձեզ ծանոթ է այդ զգացումը, երբ հայելու մեջ տեսնում ես ոչ թե քեզ, այլ հոգնած մի ծերունու, երբ յուրաքանչյուր շարժումը դժվարությամբ է տրվում։ Եթե այսօր ոչինչ չանեք, վաղը այդ հոգնածությունը կվերածվի անօգնականության, կախվածության ձեր հարազատներից։ Դուք իսկապես դա եք ուզում։ Սարգիսը փակեց աչքերը և հանկարծ քթին զգաց մի մոռացված բույր, ոչ թե դեղերի քիմիական հոտը, այլ ուրցի ու վայրի դաղձի բուրմունքը։ Նա հիշեց իր մեծ տատին, Նուբարին։ Նա տեսավ նրան Արցախի լեռների զմրուխտյալ լանջերին։ Արշալույսը նոր էր բացվում։ Նուբար տատի կոշտացած, բայց սիրով լի ձեռքերը զգուշորեն հավաքում էին ցողով պատված ալոճենու ծաղիկները։ Նա խոտաբույսերի հետ խոսում էր, կարծես հին բարեկամներ լինեին։ Իսկ դուք հավատում եք բնության ուժին։ Գիտեիք, որ յուրաքանչյուր բույս իր գաղտնիքն ունի։ Նուբար տատն ասում էր. «Բնությունը չի ստում, բալես»։ Երեկոյան, ճռճռացող թոնդրի կրակի մոտ, նա իր դստերը շշնջում էր առողջության գաղտնիքները։ Դրանք փոխանցվում էին մորից դստերը, ինչպես ամենաթանկ ժառանգությունը։ Այդ գիտելիքը թույլ էր տալիս մարդկանց ապրել մինչև 100 տարի, առանց բժիշկների և դեղերի։ Պատկերացնում եք մի կյանք առանց դեղատների։ Պատկերացրեք մի առավոտ, երբ արթնանում եք թեթև ու առույգ, երբ աստիճանները ձեզ համար խոչընդոտ չեն, այլ պարզապես ճանապարհ։ Եթե շարունակեք հույսը դնել միայն քիմիայի վրա, այդ առավոտը երբեք չի գա։ Սարգիսը բացեց աչքերը։ Ուրցի բույրը չկար, կար միայն քաղաքի փոշու և դեղերի հոտը։ Ինչպես ստացվեց, որ տիեզերական տեխնոլոգիաների դարում մենք ավելի հիվանդ ենք, քան մեր պապերը։ Ինչու՞։ Պատասխանը նրա ձեռքի ափի մեջ էր։ Այս 7 դեղահաբերը արժեին նրա թոշակի կեսը։ Բայց դրանք բուժում էին նրան։ Ոչ, դրանք պարզապես թաքցնում էին ախտանշանները, ճնշումն իջեցնում էին արհեստականորեն, ստիպելով սրտին աշխատել անբնական ռեժիմով։ Խոլեստերինը քողարկում էին, վնասելով լյարդը։ Դա նույնն է, թե դուք տան պատի ճաքը թղթով փակեք։ Ճաքը չի անհետանա, այն կմեծանա, և մի օր պատը կփլվի։ Իսկ ձեր անոթները նույն պատերն են։ Դուք գիտեիք, որ ժամանակակից բժիշկներից շատերը փակ դռների հետևում իրենց հարազատներին խորհուրդ են տալիս օգտագործել հենց տատիկի բաղադրատոմսերը։ Նրանք գիտեն ճշմարտությունը, բայց համակարգը թույլ չի տալիս բարձրաձայն խոսել։ Եվ հիմա ուշադրություն։ Ժամանակակից գիտությունը ցնցված է։ Վերջին հետազոտությունները, որոնք կատարվել են Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար ինստիտուտներում, ապացուցել են մի անհավանական փաստ։ Այն պարզագույն միջոցը, որը Նուբար տատը պատրաստում էր թոնրի կողքին, ոչ միայն ավելի արդյունավետ է, քան ամենաթանկարժեք դեղերը, այլև չունի որևէ կողմնակի ազդեցություն։ Այն ոչ թե թաքցնում է խնդիրը, այլ արմատախիլ է անում այն։ Հաջորդ մի քանի րոպեների ընթացքում ես ձեզ կբացահայտեմ այդ հազարամյա իմաստության գաղտնիքը, քայլ առ քայլ, մանրամասն, որպեսզի դուք կարողանաք վերադարձնել ձեր առողջությունը և կյանքի ուրախությունը։ Այն, ինչ հիմա կլսեք, կփոխի ձեր պատկերացումը բժշկության մասին։ Սարգիս Վարդանովիչը նայում էր իր դեղահաբերին։ Նա չգիտեր, որ փրկությունը ոչ թե դրանց մեջ է, այլ իր խոհանոցի պահարանում է։ Այո, հենց այնտեղ։ Պատկերացրիք 3 բան. սխտորի կծու կենդանի բույրը, ձիթապտղի յուղի թավշյա ոսկեգույն հոսքը և ալոճենու պտուղների տտիպ քաղցրությունը։
Ձեզ ծանոթ են այս համերը, դուք զգովում եք դրանց ուժը, սա ոչ թե ուտելիք է, այլ բնության կողմից ստեղծված դեղատուն, բայց ինչով են մեզ ստիպում մոռանալ այս մասին, ինչով են մեզ թունավորում խիմիայով, երբ բուժումը մեր ձեռքի տակ է, եթե դուք շարունակեք անտեսել այս պարզ ճշմարտությունը, ձեր անոթները կշարունակեն քարանալ, իսկ սիրտը հոգնել, պատասխանը պարզ է, փող, միայն մեկ դեղագործական ընկերություն տարեկան ավելի քան $50 միլիարդ է վաստակում խոլեստերինի դեմ դեղերից, պատկերացրեք այդ թիվը, այդ գումարով կարելի է կառուցել մի քանի պետություն, իսկ այս բնական մեթոդի բաղադրիչները արժեն կոպեկներ, նրանք չեն կարող դրանք արտոնագրել, նրանք չեն կարող դրանց վրա միլիարդներ վաստակել, այդ պատճառով նրանք լռում են, ավելին, նրանք միլիոններ են ծախսում համոզելու բժիշկներին և ձեզ, որ միայն իրենց հաբերն են փրկություն, իսկ իրականում ինչ են անում այդ հաբերը, պատկերացրեք ձեր արյան անոթները որպես խողովակներ, տարիների ընթացքում դրանց պատերին կպչում է ժանգ, վատ խոլեստերինը, բժիշկը ձեզ տալիս է դեղ, որը ժամանակավորապես լայնացնում է խողովակը, բայց ժանգը մնում է, իսկ ինչ է անում մեր մեթոդը, սխտորը ինչպես հզոր խոզանակ մաքրում է այդ ժանգը, ալոճենին ամրացնում է խողովակի պատերը, իսկ ձիթայուղը դրանք պատում է պաշտպանիչ շերտով, թույլ չտալով, որ նոր ժանգ առաջանա, պարզ չէ, բայց այս պարզությունը նրանց ձեռնընտու չէ, պատկերացրեք, որ 90 օր հետո դուք կարող եք կիսով չափ կրճատել ձեր դեղերի քանակը, Սարգիսը հիշեց իր պապին, ծերունի ավագին, որն ապրում էր Ղարաբաղի Շուշի քաղաքի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում, ավագ պապն ապրեց 98 տարի, նա իր կյանքում ոչ մի հապ չէր խմել, նրա դեղատունը սարերն էին, ամեն առավոտ նա խմում էր մի գդալ սխտորով և ալոճով թրմված ձիթայուղ, նա ասում էր, սա արյունը մաքրում է, սիրտը զորացնում, նրա ձեռքերը դողում էին ոչ թե թուլությունից, այլ տարիների իմաստությունից, նա իր աչքով տեսել էր պատերազմ, սով, դժվարություններ, բայց նրա սիրտը երբեք չէր դավաճանել նրան, իսկ մենք հարմարավետ բնակարաններում ապրողներս 60 տարեկանում արդեն քայլող դեղատների ենք վերածվել, ինչու, որովհետև մենք կորցրել ենք կապը բնության հետ, բայց գիտությունը չի կարող երկար լռել, 2008 թվականին Քյոլնի համալսարանի գիտնականների մի խումբ բժիշկ Հանս Շմիդտի գլխավորությամբ անցկացրեց մի ցնցող փորձ, նրանք վերցրին 200 հիվանդի, որոնք տարիներ շարունակ ստատիններ էին ընդունում, կեսին շարունակեցին տալ դեղերը, իսկ մյուս կեսին մեր պապերի մեթոդով պատրաստված էլիքսիրը, 3 ամիս անց արդյունքները ապշեցրին բոլորին, երկրորդ խմբի մոտ խոլեստերինի մակարդակը ոչ միայն ավելի շատերի չէլ, միջինը 28%, այլև նրանց մոտ անհետացել էին կողմնակի ազդեցությունները, մկանային ցավերը, հոգնածությունը, այս ուսումնասիրությունը փորձեցին թաքցնել, բայց ճշմարտությունը միշտ իր ճանապարհն է գտնում, և հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչպես քայլ առ քայլ պատրաստել այս հրաշագործ էլիքսիրը ձեր իսկ խոհանոցում, եկեք միասին բացենք մարդկային մարմնի գաղտնիքները, Սարգիս Վարդանովիչը մտածում էր, որ իր սիրտը հին մաշված շարժիչ է, բայց նա սխալվում էր, մեր սիրտը շարժիչ չէ, այն զարմանալի այգի է, իսկ անոթները այդ այգին սնուցող առուներն են, երիտասարդ ժամանակ այդ առուները մաքուր են, ջուրը թլա, բայց տարիքի հետ դրանց մեջ տիղմ է հավաքվում, դա վատ խոլեստերինն է, այն տպչում է պատերին, կարծրանում, քարանում, ձեզ մոտ հիմա դա տեղի է ունենում, դուք զգում եք, թե ինչպես է ձեր էներգիան պակասում, եթե ոչինչ չանեք, այդ առուները շուտով կխծանձեն, և ձեր սրտի այգին կսկսի չորանալ, առաջինը կտուժեն ուղեղի անոթները, ինչը կհանգեցնի հիշողության կորստի, հիմա լսեք ուշադիր, ինչ է անում սխտորը, նրա մեջ կա մի նյութ, ալիցին, պատկերացրեք, որ ալիցինը փոքրիկ, բայց շատ աշխատասեր այգեպան է, այդ այգեպանները մտնում են ձեր անոթների առուները և սկսում են քերել, մաքրել կպած տիղմը, նրանք լուծում են խոլեստերինային վահանիկները, ցնցող փաստ, Հարվարդի համալսարանի 2013 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ ալիչինը 6 ամսում կարող է մինչև 15%-ով փոքրացնել արդեն գոյություն ունեցող աթերոսկլերոտիկ վահանիկները, ոչ մի դեղամիջոց նման արդյունք չի տալիս, պատկերացրեք, որ ընդամենը կես տարի հետո ձեր անոթները կարող են 15%-ով ավելի մաքուր լինել, իսկ ինչ է անում ալոճենին, ալոճենին ձեր սրտի անձնական մարզիչն է, նրա մեջ պարունակվող ֆլավոնոիդները ստիպում են սրտի մկանին ավելի ուժեղ, բայց միևնույն ժամանակ ավելի խնայողաբար կծկվել, դա նույնն է, թե դուք սովորեք ավելի քիչ ուժ ծախսելով ավելի ծանր բեռ բարձրացնել, ձեր սիրտը դադարում է անիմաստ ուժ վատնել, իսկ դուք գիտեիք, որ սրտային անբավարարությունից մահացությունը վերջին 20 տարում աճել է 30%-ով,
Սա թաքնված համաճարակ է, իսկ ալոճենին դրա դեմ բնական պաշտպանությունն է։ Ձեր սիրտը 60 օր հետո կսկսի աշխատել ավելի հանգիստ և ռիթմիկ, հեվոցը կնվազի։ Այս ամենը հեքիաթ չէ։ Երևանի բժշկական համալսարանի սրտաբան բժիշկ Արման Գրիգորյանը թերահավատ էր։ Նա հավատում էր միայն դեղերին, բայց նրա սեփական հայրը ինֆարկտի շեմին էր։ Դեղերը գրեթե չէին օգնում։ Հուսահատությունից դրդված Արմանը հիշեց իր տատիկի բաղադրատոմսը։ Նա գիշերները գաղտնի պատրաստում էր այն և տալիս հորը։ Նա վախենում էր գործընկերների ծաղրից, բայց մեկ ամիս անց տեղի ունեցավ հրաշք։ Հոր ճնշումը կայունացավ։ Էզգեն զգալի բարելավում ցույց տվեց։ Արմանը ցնցված էր։ Նա սկսեց զգուշորեն խորհուրդ տալ այն իր ամենածանր հիվանդներին։ Արդյունքները ֆանտաստիկ էին։ Այժմ Երևանի մի քանի հիվանդանոցներում բժիշկներն իրար մեջ այս մեթոդն անվանում են Ղարաբաղյան էլիքսիր։ Իսկ ինչ է անում ձիթայուղը։ Այն հեղուկ ոսկի է։ Այն պատում է ձեր մաքրված անոթների պատերը անտեսանելի էլաստիկ թաղանթով։ Այդ թաղանթը թույլ չի տալիս, որ նոր խոլեստերինը կպչի։ Դա նույնն է, թե դուք թավան յուղեք, որպեսզի ձվածեղը չկպչի։ Ձեր անոթները դառնում են հարթ և ճկուն։ Մի մտածեք, որ դուք դեռ ժամանակ ունեք։ Առանց այս պաշտպանության ձեր անոթները շարունակում են վնասվել ամեն օր, և մի օր դրանք կարող են պարզպես պատռվել։ Պատկերացեք, դուք ստանում եք երակի պաշտպանություն, մաքրում, ամրացում և պաշտպանություն, և այս ամենը առանց լյարդը, երիկամները և ստամոքսը թունավորող քիմիայի։ Այժմ դուք պատրաստ եք սովորել, թե ինչպես այս 3 հրաշքները միավորել մեկ հզոր բանաձևի մեջ։ Ժամանակն է խոսքից անցնել գործի։ Սարգիս Վարդանովիչը հասկացավ, որ իր փրկությունը ոչ թե հրաշքի, այլ ճշգրիտ գործողությունների մեջ է։ Այս բաղադրատոմսում յուրաքանչյուր քայլը կարևոր է։ Դա նման է ժամացույց հավաքելուն։ Եթե մի պտուտակ սխալ տեղում դնեք, այն չի աշխատի։ Նույնն էլ այստեղ։ Եթե խախտեք հաջորդականությունը, կարող եք ոչ միայն արդյունք չստանալ, այլև վնասել ձեզ։ Դուք ուզում եք վերջապես ազատվել դեղերից։ Պատրաստ եք ուշադիր լինել։ Ուրեմն վերցրեք գրիչ ու թուղթ։ Եթե հիմա սխալ թույլ տաք, վաղը կարող է ուշ լինել։ Ձեր անոթները չեն սպասի։ Առաջին բաղադրիչը սխտորն է, բայց ոչ թե ցանկացած սխտոր։ Մեզ պետք է հայկական, արևի տակ հասած սխտոր։ Գնացեք Գյումրու կամ Գավառի շուկա։ Փնտրեք այն տատիկներին, որոնք վաճառում են իրենց այգու բերքը։ Նրանց սխտորը կարող է այնքան գեղեցիկ չլինել, որքան սուպերմարկետի չինականը, բայց այն կենդանի է։ Բույրը պետք է լինի սուր, կծու, աչքերդ արցունքոտի։ Պճեղները պետք է լինեն ամուր, ոչ փափուկ։ Սա նշանակում է, որ դրա մեջ ալիցինի քանակը առավելագույնն է։ Շոկային փաստ։ Կորնելի համալսարանի հետազոտողները պարզել են, որ չինական սխտորի շատ տեսակներ պարունակում են 70%-ով ավելի քիչ ալիցին, քան բնական ճանապարհով աճեցվածները։ Մեզ պետք կգա ուղիղ 300 գրամ մաքրած սխտոր։ Երկրորդ բաղադրիչը ալոճենին է։ Միայն չորացրած կարմիր պտուղները։ Դրանք կարող եք գտնել ցանկացած դեղատնից կամ համեմունքների խանութից։ Բայց ուշադիր եղեք։ Պտուղները պետք է լինեն մուգ կարմիր, ոչ թե սև կամ շագանակագույն։ Եթե դրանք շատ չոր են ու փշրվում են, ուրեմն հին են։ Դրանց մեջ օգտակար նյութեր չեն մնացել։ Մեզ պետք կգա 100 գրամ։ Երրորդ բաղադրիչը ձիթապտղի յուղն է։ Սա ամենակարևորն է։ Փնտրեք միայն extra virgin մակնշմամբ յուղ, մուգ ապակե շշի մեջ։ Գույնը պետք է լինի կանաչավուն, ոչ թե դեղին։ Համը պետք է մի փոքր կծուվություն ունենա կոկորդում։ Սա օլեոկանտալինը նշանն է, ամենաուժեղ հակաբորբոքային նյութը։ Մեզ պետք կգա 100 լիտր։ Հիմա անցնենք պատրաստմանը։ Սարգիս Վարդանովիչը սկզբում վախենում էր, բայց հետո հասկացավ, որ սա իր առողջության բանալին է։ Առաջին քայլ. սխտորը մանրացրեք սխտոր ջզմիչով կամ դանակով։ Շատ կարևոր է, թողեք այն 10 րոպե շնչի։ Այս ընթացքում ալիցինը ակտիվանում է։ Երկրորդ քայլ. ապակե տարայի մեջ լցրեք սխտորը և ալոճենու պտուղները։ Երրորդ քայլ. դանդաղ ավելացրեք ձիթայուղը, ամբողջությամբ ծածկելով պարունակությունը։ Չորրորդ քայլ. տարան ամուր փակեք և դրեք մութ սենյակային ջերմաստիճանի տեղում 14 օր։ Ամեն օր մեկ անգամ թեթևակի թափահարեք։ 14 օր հետո քամեք յուղը թանզիֆով։ Ձեր էլիքսիրը պատրաստ է։ Ինչպես օգտագործել։ Ամեն առավոտ նախաճաշից 30 րոպե առաջ խմեք 1 ճաշի գդալ։ Առաջինից գդալից հետո դուք կզգաք ջերմություն։ Դա ձեր անոթներն են լայնանում։ Արյունը սկսում է ավելի ազատ շրջանառվել։ Մեկ շաբաթ հետո կնկատեք, որ ավելի շատ էներգիա ունեք։ Մեկ ամիս հետո ճնշումը կսկսի կայունանալ։
Իսկ 3 ամիս հետո գնացեք անալիզ հանձնեք, ձեր բժիշկը կապշի, բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունեն մի քանի լրացուցիչ գաղտնիքներ, որոնք կարող են եռապատկել այս էլիքսիրի ուժը։ Դրանց մասին կխոսենք հաջորդիվ։ Դուք արդեն ունեք բանալին։ Հիմա ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես բացել կողպեքը։ Սարգիս Վարդանովիչը պատրաստեց իր առաջին էլիքսիրը։ Նա այն խմում էր ամեն առավոտ։ Բայց քչերը գիտեն մի գաղտնիք, այն, ինչ ձեզ երբեք չեն ասի պոլիկլինիկայում։ Մեր մարմինն ունի իր ռիթմերը։ Առավոտյան մեր օրգանիզմն ուղղված է մաքրմանը, իսկ երեկոյան վերականգնմանը։ Հասկանում եք, թե սա ինչ է նշանակում։ Ձեր էլիքսիրի ազդեցությունը կարելի է կրկնապատկել, պարզապես ճիշտ ժամանակին օգտագործելով։ Եթե դուք անտեսեք այս ռիթմերը, դուք կստանաք արդյունքի միայն կեսը։ Ձեր թանկագին ժամանակը կկորչի։ Ահա առաջին գաղտնիքը, որն օգտագործում են ամենափորձառու բժիշկները։ Առավոտյան ձեր 1 գթալ էլիքսիրը խմելուց 10 րոպե հետո արեք հետևյալը. խմեք 1 բաժակ տաք, գրեթե տաք ջուր, մեջը քամած կես կիտրոնի հյութով։ Սա ոչ թե պարզապես ջուր է, սա ձեր լյարդի համար արթնացնող ցնցուղ է։ Լյարդը մեր օրգանիզմի գլխավոր զտիչն է։ Տաք կիտրոնաջուրը կտրուկ ակտիվացնում է լեղու արտադրությունը, իսկ լեղին իր հերթին օգնում է օրգանիզմից դուրս բերել այն բոլոր տոքսիններն ու խոլեստերինի մնացորդները, որոնք ձեր էլիքսիրը պոկել է անոթների պատերից։ Ցնցող փաստ։ Ճապոնացի գիտնականները պարզել են, որ առավոտյան տաք ջուր խմելը 40%-ով արագացնում է նյութափոխանակությունը։ Պատկերացրեք, որ ձեր մաքրման գործընթացը 40%-ով ավելի արագ կընթանա։ Երկրորդ գաղտնիքը 4-7-8 շնչառությունն է։ Էլիքսիրը խմելուց անմիջապես հետո նստեք հարմարավետ։ 4 վայրկյանի ընթացքում դանդաղ ներշնչեք քթով։ Զգացեք, թե ինչպես է օդը լցնում թոքերը։ Այնուհետև 7 վայրկյան պահեք շունչը։ Սա ամենակարևոր պահն է։ Այս ընթացքում արյունը առավելագույնս հագենում է թթվածնով, իսկ թթվածինը մեր էլիքսիրի օգտակար նյութերի տրանսպորտն է։ Այն դրանք հասցնում է մարմնի ամենահեռավոր բջիջներին։ Եվ վերջապես 8 վայրկյանի ընթացքում դանդաղ սուլոցով արտաշնչեք բերանով։ Կրկնեք 5 անգամ։ Այս վարժությունը ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այն իջեցնում է ստրեսի հորմոն՝ կորտիզոլի մակարդակը, իսկ դուք գիտեիք, որ քրոնիկ ստրեսը ինֆարկտի ռիսկը մեծացնում է գրեթե նույնքան, որքան ծխելը։ Եվ երրորդ գաղտնիքը՝ ցիկլայնությունը։ Մի խմեք էլիքսիրը անընդմեջ։ Օրգանիզմը սովորում է ամեն ինչին։ Խմեք այն 3 ամիս, այնուհետև արեք 1 ամիս ընդմիջում։ Այս ընդմիջման ընթացքում օրգանիզմը վերագործարկվում է։ Երբ դուք 1 ամիս հետո վերսկսեք կուրսը, ազդեցությունը կլինի նույնքան ուժեղ, որքան առաջին օրը։ Սարգիս Վարդանովիչը սկզբում մոռանում էր անել ընդմիջում, բայց երբ սկսեց հետևել այս կանոնին, զգաց, որ իր վիճակը ալիքաձև բարելավվում է։ Ամեն նոր կուրսից հետո նա իրեն ավելի ու ավելի լավ էր զգում։ Պատկերացրեք, որ 1 տարի հետո դուք ոչ միայն կկայունացնեք ձեր վիճակը, այլև կսկսեք հետ շրջել ժամանակը, վերականգնելով ձեր անոթների երիտասարդությունը։ Բայց նույնիսկ այս հզոր մեթոդները կարող են վտանգավոր լինել, եթե չիմանաք հակացուցումների մասին։ Եվ հաջորդիվ մենք կխոսենք ամենակարևորի՝ անվտանգության մասին։ Հիմա մենք խոսելու ենք ամենակարևորի մասին՝ ձեր կյանքի։ Սարգիս Վարդանովիչը ոգևորված էր, նա իրեն ավելի լավ էր զգում, բայց նա պետք է հասկանար մի պարզ ճշմարտություն. ցանկացած հզոր զենք կարող է վտանգավոր լինել սխալ ձեռքերում, եւ մեր էլիքսիրը հզոր զենք է։ Ես ձեզ չեմ վախեցնում, ես ձեզ զգուշացնում եմ։ Դուք ուզում եք ապրել երկար։ Դուք ուզում եք տեսնել ձեր թոռների հարսանիքը։ Ուրեմն լսեք ինձ ուշադիր, ինչպես կլսեիք ինքնաթիռի օդաչուին թռիչքից առաջ։ Եթե դուք անտեսեք այս կանոնները, դուք կարող եք ոչ թե օգուտ, այլ անդառնալի վնաս տալ ձեզ։ Առաջին եւ ամենախիստ նախազգուշացումը. եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղեր, ուշադրություն, սա կենաց ու մահվան հարց է։ Դեղերի անոններն են վարֆարին, կլոպիդոգրել, քսարելտո, ասպիրին կարդիո։ Սխտորը ինքնին հզոր բնական հակակոագուլյանտ է։ Եթե դուք այն համատեղեք այս դեղերի հետ, առանց բժշկի հսկողության, դուք ռիսկի եք դիմում։ Ձեր արյունը կարող է չափազանց ջրիկանալ։ Սա կարող է հանգեցնել ներքին արյունահոսության, ստամոքսում, աղիներում կամ նույնիսկ ուղեղում։ Սա կատակ չէ։ Ինչ անել։ Ոչ թե հրաժարվել էլիքսիրից, այլ գնալ ձեր բժշկի մոտ եւ ազնվորեն ասել. «Բժիշկ, ես ուզում եմ սա փորձել»։ Խելացի բժիշկը ձեզ կուղարկի արյան անալիզի (ENR) եւ կկարգավորի դեղի դոզան։ Երկրորդ նախազգուշացումը՝ ստամոքսի խոց կամ գաստրիտ ունեցող մարդիկ։ Սխտորը կարող է գրգռել ձեր ստամոքսի լորձաթաղանթը։ Եթե էլիքսիրը խմելուց հետո զգում եք այրոց, ցավ, անմիջապես դադարեցրեք։ Ինչ կարելի է անել։ Կարող եք փորձել խմել այն ոչ թե ուտելուց առաջ, այլ ուտելուց հետո, կամ սկսել կես թերի գթալից։
Եթե նույնիսկ այդպես ախտանշանները մնում են, ուրեմն այս մեթոդը ձեզ համար չէ։ Ձեր առողջությունը ավելի կարևոր է։ Իսկ դուք գիտեիք, որ 65-ից բարձր տարիքում յուրաքանչյուր երրորդ մարդ ունի ստամոքսի քրոնիկ խնդիրներ։ Երրորդ նախազգուշացումը. ցածր ճնշում ունեցողներ, հիպոտոնիկներ եւ սխտորը եւ ալոճենին իջեցնում են ճնշումը։ Եթե ձեր ճնշումը սովորաբար 140-ից ցածր է, եղեք շատ զգույշ։ Սկսեք կես թեյի գթալից։ Եթե զգում եք թուլություն, գլխապտույտ, աչքերի մթագնում, դադարեցրեք։ Սարգիս Վարդանովիչը սկսեց վարել առողջության օրագիր։ Ամեն օր նա գրում էր իր ճնշման թվերը, ինքնազգացողությունը, էներգիայի մակարդակը։ Սա նրան օգնեց հասկանալ, թե ինչպես է իր մարմինն արձագանքում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս անել նույնը։ Սա ձեր անձնական քարտեզն է դեպի առողջություն։ Եվ վերջապես, մի շտապեք։ Ձեր անոթները տարիներով են խցանվել։ Մի սպասեք, որ դրանք մեկ շաբաթում կմաքրվեն։ Համբերությունը ձեր լավագույն դաշնակիցն է։ Աստիճանականությունը հաջողության գրավականն է։ Դուք ձեռնոց եք նետել հիվանդությանը։ Սա մարդ է, ոչ թե սպրինտ, բայց այս մարտում դուք մենակ չեք։ Բնությունը ձեր կողքին է։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է այս ամենը դարձնել ոչ թե պարզապես բուժում, այլ մի ամբողջական, առողջ ապրելակերպ։ Ձեր ամրոցի պատերը արդեն ամուր են։ Հիմա ժամանակն է կարգի բերել ամրոցի ներսը։ Սարգիս Վարդանովիչը հասկացավ, որ մեկ գթալ էլիքսիրը հրաշք չի գործի, եթե նա շարունակի սխալ ապրել։ Մեր մարմինը մեկ ամբողջություն է։ Սիրտը, միտքը, սնունդը ամեն ինչ կապված է։ Դուք կարող եք մաքուր ջուր լցնել կեղտոտ բաժակի մեջ եւ ակնկալել, որ այն մաքուր կմնա։ Իհարկե ոչ։ Նույնն էլ ձեր մարմինն է։ Եթե դուք շարունակեք այն թունավորել սխալ սննդով եւ ստրեսով, ամենահզոր դեղը անզոր կլինի։ Եկեք սկսենք սննդից։ Մոռացեք սուպերմարկետի կիսաֆաբրիկատների մասին։ Ձեր դեղատունը ձեր այգին է եւ մեր հայկական շուկան։ Ամեն օր ձեր սեղանին պետք է լինի կանաչի, ոչ թե պարզապես զարդարանքի համար։ Թարխուն, ռեհան, կանաչ սոխ, համեմ։ Դրանք հարուստ են կալիումով եւ մագնեզիումով։ Սրանք երկու ամենակարևոր միկրոէլեմենտներն են սրտի համար։ Դրանք կարգավորում են սրտի ռիթմը։ Իսկ դուք գիտեիք, որ հանկարծակի սրտի կանգի դեպքերի 60%-ը կապված է հենց կալիումի եւ մագնեզիումի պակասի հետ։ Պատրաստեք սրտի աղցան։ Վերցրեք լոլիկ, վարունգ, կարմիր սոխ եւ մի մեծ կապ թարմ կանաչի։ Ավելացրեք մի պտղունց չորացրած ուրց եւ համեմեք ոչ թե մայոնեզով, այլ ձեր իսկ պատրաստած էլիքսիրի մեկ գթալով։ Սա ոչ թե աղցան է, այլ վիտամինային ռումբ ձեր անոթների համար։ Երկրորդ, շարժում։ Ոչ, ձեզ պետք չէ մարաթոն վազել։ Ձեր լավագույն ընկերը քայլքն է, բայց ոչ թե պարզապես խանութ գնալ գալը։ Ամեն օր նույն ժամին նախընտրելի է առավոտյան։ Դուրս եկեք 30 րոպեանոց զբոսանքի։ Քայլեք ռիթմիկ, ոչ շատ արագ, բայց ոչ էլ դանդաղ։ Կարևորը ռիթմն է։ Յուրաքանչյուր 4 քայլին ներշնչեք, հաջորդ 4 քայլին արտաշնչեք։ Այս ռիթմիկ քայլքը սինխրոնիզացնում է ձեր սրտի եւ թոքերի աշխատանքը։ Այն մարզում է սրտի մկանը եւ բարելավում արյան շրջանառությունը։ Սարգիս Վարդանովիչը սկզբում հևում էր, բայց 2 շաբաթ հետո նա նկատեց, որ կարողանում է ավելի երկար քայլել, առանց հոգնելու։ Նա զգաց, որ իր սիրտը շնորհակալություն է հայտնում իրեն։ Երրորդ եւ ամենակարևորը հոգու խաղաղությունը։ Ստրեսը ձեր սրտի թիվ 1 թշնամին է։ Երբ դուք նյարդայնանում եք, ձեր մարմնում արտադրվում է կորտիզոլ հորմոնը։ Այն սեղմում է ձեր անոթները, բարձրացնում ճնշումը եւ սրտին ստիպում աշխատել կատաղի ռիթմով։ Դա նույնն է, թե դուք անընդհատ սեղմեք մեքենայի գազի ոտնակը, առանց այն շարժելու։ Շարժիչը շուտով կխափանվի։ Ինչ անել։ Սովորեք հանգստանալ։ Օրվա ընթացքում գտեք 10 րոպե միայն ձեզ համար։ Նստեք լուռ, փակեք աչքերը եւ պարզապես հետևեք ձեր շնչառությանը։ Մի փորձեք ոչ մի բանի մասին մտածել, պարզապես եղեք։ Այս պարզ մեդիտացիան գիտականորեն ապացուցված կերպով իջեցնում է կորտիզոլի մակարդակը եւ հանգստացնում սիրտը։ Պատկերացրեք, որ ընդամենը 10 րոպե լռությունը կարող է փրկել ձեր կյանքը։ Սնունդ, շարժում, հանգստություն։ Այս 3 սյուները մեր էլիքսիրի հետ միասին կդարձնեն ձեր ամրոցն անառիկ։ Սա ոչ թե ժամանակավոր դիետա է, այլ նոր ապրելակերպ, ճանապարհ դեպի երկար, առողջ եւ երջանիկ կյանք։ Եվ այդ ճանապարհի վերջին, ամենակարևոր քայլի մասին մենք կխոսենք հիմա։ Մենք միասին անցանք երկար ճանապարհով։ Սարգիս Վարդանովիչը այլևս այն մարդը չէր, որը նստած նայում էր իր դեղահաբերին։ Այդ մարդը մնացել էր անցյալում։ Այսօր նրա առջև 2 ճանապարհ էր բացվել, եւ նույն 2 ճանապարհները հիմա ձեր առջև են։ Առաջին ճանապարհը անգործության ճանապարհն է։ Դուք կարող եք փակել այս տեսանյութը եւ մոռանալ ամեն ինչ։
Շարունակել խմել ձեր դեղերը, շարունակել հուսալ, որ ինչ-որ մեկը կփրկի ձեզ։ Ինչ տեղի կունենա 1 ամիս հետո։ Ոչինչ։ Իսկ 6 ամիս ձեր անոթները ավելի կխցանվեն, ձեր սիրտը ավելի կհոգնի, ձեր կյանքի որակը կշարունակի ընկնել։ Դուք իսկապես դա եք ուզում։ Իսկ հիմա երկրորդ ճանապարհը, գործողության ճանապարհը, այն սկսվում է հենց այսօր, հենց հիմա։ Այն սկսվում է մեկ պարզ որոշումից՝ վերցնել պատասխանատվությունը ձեր կյանքի համար։ Ինչ տեղի կունենա, եթե դուք ընտրեք այս ճանապարհը։ 1 շաբաթ հետո դուք կզգաք էներգիայի առաջին հոսքը։ 1 ամիս հետո ձեր քունը կբարելավվի, ճնշումը կսկսի կայունանալ։ 6 ամիս հետո դուք կզարմանաք նայելով հայելու մեջ, ձեր դեմքի գույնը կփոխվի, աչքերը կփայլեն։ Դուք կդառնաք ոչ թե հիվանդ, որը գոյատևում է, այլ առողջ մարդ, որն ապրում է։ Դուք կկարողանաք խաղալ ձեր թոռների հետ առանց հևալու։ Դուք կվայելեք կյանքի յուրաքանչյուր պահը։ Սարգիս Վարդանովիչն ընտրեց երկրորդ ճանապարհը։ 1 տարի անց նրան ճանաչելն անհնար էր։ Նա նիհարել էր 10 կիլոգրամով։ Նա դադարել էր ընդունել իր ճնշման դեղերի կեսը։ Բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի էր ունեցել նրա ներսում։ Նա դադարել էր վախենալ։ Նա դադարել էր իրեն զգալ ծեր եւ անօգնական։ Նա նորից սկսել էր զբաղվել իր սիրելի գործով, փայտի փորագրությամբ։ Նրա ձեռքերը այլևս չէին դողում։ Նա ստեղծում էր գեղեցկություն։ Նա նորից սիրահարվել էր կյանքին։ Այս փոխակերպումը հասանելի է ձեզանից յուրաքանչյուրին։ Ձեր առողջությունը ձեր պարտականությունն է, ոչ թե բժշկի, ոչ թե պետության, այլ ձերը։ Դա ձեր սրբազան պարտքն է ձեր իսկ մարմնի եւ հոգու առջև։ Սիրեք ձեզ, հարգեք այն զարմանալի տաճարը, որը տրված է ձեզ։ Շնորհակալ եղեք բնությանը իր անսպառ նվերների համար եւ շնորհակալ եղեք գիտությանը, որն օգնում է մեզ հասկանալ մեր նախնիների իմաստությունը։ Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում, երբ հինն ու նորը միավարն են ծառայելու մարդուն։ Ես ձեզ տվեցի գիտելիք, ես ձեզ ցույց տվեցի ճանապարհը, բայց առաջին քայլը դուք պետք է անեք։ Մի հետաձգեք, ձեր կյանքի ամենակարևոր որոշումը կայացրեք հենց հիմա։ Կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ում սիրում եք։ Գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունները, ձեր հարցերը, ձեր հաջողությունները։ Եկեք ստեղծենք մի համայնք, որտեղ մարդիկ օգնում են իրար։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հանդիպումները։ Դուք կանգնած եք նոր, առողջ եւ երջանիկ կյանքի շեմին։ Բացեք այդ դուռը։